Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև բոլորին, նախ շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպիչներին, Հայաստանի գործատների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյան։ Այս քննարկումը իրավական կարգավորումներ եւ ներդրումային միջավայր իմ համար զարմանալի է, որ այստեղ ներկա չեն ֆինանսների նախարարն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահան, ինչպես նաև աշխատանքի պետական տեսչության ղեկավարը։ Սա մի քիչ ավելի շատ ոնց որ մենք տնեցիկով բամբասենք։ Հիմա մենք պետք է խոսանք, պարոն Պապյան, էլի հույսները ձեր վրա է։ Կառավարության մեկ ներկայացուցիչ եք ստեղ, խնդրում ենք սա այս ինչ որ ես ասեմ։ Ես խնդրում եմ ձեր հարցը, էլի։ Հեսա կասեմ իմ հարցը, նախաբան մի քիչ ավելի կարևոր, որովհետև լուրջ հարցա որ չկան այդ մարդիկ ստեղ։ Շնորհակալություն։ Հիմա նայեք, մեր վարչապետը ուրեմն խոսքի մեջ ասաց, որ տնտեսական լոկոմոտիվ են բոլոր հանքարդյունաբերական ոլորտին, ինքը տնտեսական լոկոմոտիվ է եւ նաեւ այդ մեր մի քիչ բանով ասեմ, արբանյակները, ովքեր աշխատում են հանքարդյունաբերության ոլորտի հետ, այս պահին ունեն լուրջ խնդիր։ Էլ չեմ ասում հենք ինքը նույն հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները։ Ուրեմն պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացում է վարչարություն շատ կոշտ քրեական գործերի հարուցմամբ։ Հիմա իմ հարցս հետևյալն է. ինչպես տարանջատել, պարոն Պապայան, որպես էկոնոմիկայի նախարար, խնդրում եմ այս հարցին ոնց եք ուզում հարթակով մի հատ նորից քննարկում անենք, ոնց անենք, ինչպես տարանջատել այն դեպքերը, որոնք ըստ էության հանցագործություն են, օրինակ, հա, սերվերը արգրավել են եւ տեսել է, որ այնտեղ եկամուտների մեծ թաքցրել են եւ այլ։ Այն դեպքերից, որը 3 առավոտյան գործատների միությանը գրությամբ ստացանք, որ մարդիկ մի 2-3 տարի առաջ փոխկապակցված են ճանաչել, որը Պեկին նախագահի հրամանը վեճռաբեկով արդեն առ-ոչինչ է ճանաչվել, բայց դրա հիման վրա նորից մի հատ ընդամենը հայտարարություն չներկայացնելու համար իրականացվել է ուրեմն ակտ է գրվել դեպետների հաշվարկում չեմ մանրամասնում, որը նույնպես շատ վիճելի է, մարդը հանցագործություն չի արել։ Ասում եմ մի րոպե, ես մի հատ հասկանամ, ճիշտ եմ արել, թե չէ, ասում եմ չէ, դե մենք այսքան ակտ հարցը հասկանալի է։ Քննչական ներողություն, քննչական կոմիտեում ամենաբարձր, քննչական կոմիտեում գործահարուցվել, որի հիման վրա քննիչը ասում է այսքան գումար վճարեք, հետո դատան ինչ կորոշի։ Ես հասկանում եմ, շնորհակալություն, բայց սա շատ լուրջ խնդիր է այսօր Հայաստանի Հանրապետության բիզնեսի համար։ Խնդրեմ, պարոն Շնորհակալություն։ Ճիշտ ասած, ես ուզում էի դրան անդրադառնալ, շնորհակալություն, բայց ես մի քիչ այլ տեսանկյունից կանդրադառնամ, էլի ավելի տենց հայեցակարգային։ Մեր մոտ բացակայում է 2 բան, երկուսն է դատական նախադեպով է պետք։ Չկա Հայաստանում վնասների փոխհատուցման ինստիտուտ, տորց ոնց որ ընդունված է, ընդ որում խաղորում կարծեմ 1-2 հոդված է դրա մասին, եւ երկրորդը չկա իրական փաստաբանական կամ իրավական ծառայությունների փոխհատուցման ինստիտուտ։ Նախադեպային 200,000 դրամա որ փոխհատուցում են, երեք ինչ-որ որոշում ա եղել 400,000 արդեն, բայց դա այդպես չի։ Այսինքն հարցի պատասխանը հետևյալն է. եթե աշխատի վնասների փոխհատուցման ինստիտուտը, նման երևույթները շատ կբացառվեն։ Ինչ վերաբերում է այդ հարցին հենց զուտ հարկայինի տեսանկյունից, իհարկե ավտոմատ փոխանցումը հարկային գործին դեպի քրեական գործ, դա մի քիչ խնդրահարույց է, իմ կարծիքով այդտեղ պետքա շատ ճիշտ ստանդարտներ լինեն, ու եթե անձը դեպոզիտ է օրինականում, չգիտեմ, բանկային երաշխիք է բերում, որ ինքը կվճարի, սակայն սպասում է վարչական դատայով վեճի ավարտին, քրեական գործը պետք է կասեցվի զուտ։ Պարոն Պապյան, այստեղ խնդիրը հետևյալն է, որ շատ ժամանակ վարչարարությունը ինքը արագ ձևափոխվում է քրեական գործի։ Այսինքն որևէ պրոցեսի տեսչական ստուգումների արդյունքում ընկերությունները ստանում են վարչական ակտ, վիճարկում են այդ վարչական ակտը վարչական դատարանում, շատ դեպքերում դատարանը ճանաչում է ակտը, այսպես ասած ապօրինի, բայց քրեական գործերը շարունակվում են։ Որտեղ է սահմանը վարչարարության եւ քրեական պատասխանատվության։ Կա արդյոք նմանատիպ սահման։ Ձեզ եմ հարցը ուղղում, որովհետեւ կարծում եմ, որ իմ գործընկերները ստեղի մեծ համակարծիք են ձեզ որպես պետության ներկայացուցիչ։ Շնորհակալություն։ Ես կշարունակեմ, պարոն Համբարձումյան միտքը։ Մենք էկոնոմիկայի նախարարությունը այս տիպի հարցերի քննարկման ընթացքում ինքը միշտ էլ այդպես ասած ես չեմ տեսել մի դեպք, որ մենք հակառակ, այսպես ասած, ճամբարներում լինենք, այս առումով ուզում եմ նշել, որ
այս հարցերը մենք էլ ենք մշտապես բարձրացնում եւ հիմա ազգային ժողովի մեր գործընկերների հետ քննարկում ենք հարկային խախտումների համար տնտեսվարողներին քրեական պատասխանատվության ենթարկելու կարգավորումները եւ դրանց փոխելու հնարավորությունը նպատակ ունենալով նվազեցնել հարկային խախտումների համար քրեական պատասխանատվության դեպքերը։ Ինչու ենք այդպես կարծում, որովհետեւ տեսեք, մենք հարցին նայում ենք հետեւյալ կերպ։ Եթե հարկային խախտումների համար քրեական պատասխանատվությունը ինքը ավելի շատ մեզ համար հետաքրքիր է մրցակցության եւ մրցակցային դաշտի չխաթարման տեսանկյունից, որովհետեւ եթե ինչ-որ մեկ օրինակ միտումնավոր ինչ-որ բաներ է արել, դա ապացուցված է եւ դրա արդյունքում օրինակ ինքը ձևախեղել է մրցակցային դաշտը եւ ակնհայտորեն հանգեցրել է մյուսների համար մեծ ֆինանսական խնդիրների, ես կարծում եմ, որ այդ դեպքում շատ տրամաբանական ու ներվի թե նորմալ է, որ այդ մեկը պետքա պատժվի, որովհետեւ ինքը իր գործողություններով բերել է նրան, որ այն մյուսը 10-20-ը հայտնվել են ոչ մրցակցային իրավիճակում, բայց սա չպետք է կիրառենք այնպես, որ այդ մեկի հետ միասին մյուսն 10-20-ից 7-8-ին էլ տանենք մի հատ տենց երկար այդ խավարանով անցկացնենք, վերջում ինչ որ ժամանակ անցնի, փող ծախսի եւ այլն, կրի նաեւ եւ ինքը դուրս գա։ Հետո մենք փողի մասին ենք խոսում, բայց ռեպուտացիայի մասին չենք խոսում։ Բանկերության ռեպուտացիան, կներեք, ասենք մարդիկ 20-30 տարի աշխատում են, մեկ էլ իր անունը հայտնվում է դատարանում։ Այդ կարող է պարկները, կարող է դրա արդյունքում ինքը 100 միլիոն դրամի դուրս ֆինանսական ծախս կրի, բայց 1 միլիարդ դրամի ռեպուտացիոն վնաս կրի։ Այստեղ ռեպուտացիան ավելի կարևոր բան է եւ պետքա շատ զգուշ լինեն բոլոր մարմինները, բոլոր պետական մարմինները եւ որովհետեւ իմ համար բիզնեսում այդ կներեք այդ ֆինանսական ընթացիկ ծախսերը կներեք անվանեմ մանր մունր ծախսեր, բայց հիմնական բանը բա հեղինակությունն է, ռեպուտացիան է, որը շատ կարևոր է եւ սրա վրա էլ պետքա եւ սա պիտի չբերի նրան, որ այդ կազմակերպությունը ունենա հեղինակության կորուստ, այսինքն ինչպես այդ դրա մասին հանդիսավոր հայտարարվում է, երևի թե պետքա վերջում էլ տենց հանդիսավոր հայտարարվի, որ ոչ մի բան տեղի չի ունեցել, կամ ընդհանրապես հանդիսավոր չհայտարարվի։ Մեր դեպքում հաշվի առնելով վարչարարության ու այդ process-ը հաջորդ հանդիսավոր հայտարարումը կլինի 11 տարի հետո։ Որտեղ քրեական գործերը 11 տարի, 10 տարի։ Ես կարծում եմ, թերևս պետքա հանդիսավոր հայտարարվի վերջում, որ այս ինչը անմեղ է կամ այս ինչը մեղավոր է, որտեղ եթե դա բոլոր ատյաններով ավարտվել է, որտեղ այդ մեղավորի եւ անմեղի հայտարարությունն էլ է կարեւոր, որովհետեւ դա նշանակում է, որ պետությունը թափանցիկ է եւ ասում է, որ նրանք, որոնք որ մրցակցային միջավայրի վրա բացական են ազդում, ես պաշտպանում եմ մյուսներին, որոնք որ արդար են, ազնիվ են, իսկ նա որովհետեւ պատժելը այդ պարագայում դա ուղղակի իմ կարծիքով 10, 20, 30, 40 կամ 100 միլիոն դրամ հարկ վերցնել չի, դա հավասար մրցակցային հնարավորություններ շուկայում ստեղծել է։ Շնորհակալ եմ, ինձ թվում է շատ հետաքրքիր քննարկում ունեցանք, ցավոք մեր ժամանակը շատ սուղ է, ես երևի ամբողջ լիմիտները անցա, բայց թեմաները հետաքրքիր են, ինձ թվում է հետագայում հնարավորություն կունենանք այս թեմաներով էլի խոսելու։ Մի ընդհանրապես բան ասեմ, պարոն նախարար, ես բացել էի ուրեմն կարդում եմ News.am-ում բառացիորեն գրած է 25 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 միլիարդ դրամ։ Քննչական վարչության գլխավոր խնդիրը 2 միլիարդ դրամ վերականգնելը չի։ Հանցագործությունը բացահայտելն է։ Սա շատ կարևոր բան է, շատ։ Ինչպես մի ժամանակ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախկին անվանումով մշտապես հայտարարում էր, թե ինքը տուգանքների շնորհիվ բյուջեն լցրեց, չգիտեմ ինչքան գումարով։ Դա նշանակում է, որ ինքը չի աշխատում։ Մրցակցությունը ինքան վատն է, որ անտեղ տուգանում են, որովհետև յուրաքանչյուր մարմին իր խնդիրը պիտի անի։ Այդ դեպքում ամեն ինչ տեղը կընկնի։ Շնորհակալություն։